Ողջույն։ 2020 թվականի պատերազմից հետո բոլոր ակցիաներին ի պատասխան, երբ պահանջում էին Փաշինյանի կառավարության հրաժարականը, Փաշինյանը պատասխանում էր, թե էլիտաները ուզում են հեղափոխություն անել, խլել իշխանությունը։ Այո, մի քանի տարի է, ինչ փողոց է դուրս գալիս, պայքարի մեջ է հասարակության հենց այդ շերտը, էլիտան, որի վրա հենված է մեր պետությունը ու մինչև հիմա դեռ դիմադրում է փուլ գալուն։ Ու այսօր հենց այդ էլիտան գնացել էր Մայրաթոռը պաշտպանելու ոտնձգությունից։ Նախորդ օրը եկեղեցուց հեռացած 10 եպիսկոպոսները հայտարարեցին, որ այսօր ժամը 5-ին գալու են Մայրաթոռ կաթողիկոսի հրաժարականը պահանջելու եւ մարդկանց հրավիրեցին իրենց միանալ։ Բազմաթիվ հասարակական, քաղաքական, մշակութային եւ այլ գործիչներ, եկեղեցու շատ զավակներ հայտարարեցին, որ գնում են եկեղեցին ոտնձգություններից կանխելու։ Այնտեղ եկան նաև Փաշինյանի փոքրաթիվ աջակիցները, այն թափառաշրջիկ խումբը, համայնքապետ բանվոր մասնակցում են բոլոր կեղծ պատարակներին, ոչ ավելին։ Իսկ այդ հոգևորականները դավաճանեցին իրենց կոչով այնտեղ հավաքված այդ փոքրաթիվներին, փակվելով Սուրբ Գայանե եկեղեցում։ Շատ ավելի ուշ դուրս եկան եւ սկսեցին լարել մթնոլորտը ու էլի չքացան, գոնե իրենց կոչով եկածներին թողնելով անտեր, անգլուխ։ Չնայած չեմ հավատում, թե այդ մերժված հոգևորականներին էր պատկանում Մայրաթոռ գնալու միտքը, այլ հենց Նիկոլին էր պատկանում, որը այդ հոգևորականներին լարում է։ Ուղղակի նախապես հասկանալով երևի, որ հերթական անգամ խայտառակվելու է, իր կոչով մարդ չի գնալու, երևի որոշեց ուղիղ եթերով հետևել գործընթացներին եւ կառավարել SMS-ներով։ Նաև շատ կարևոր բան տեղի ունեցավ։ Հրապարակվեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են եկեղեցուն դավաճանած այն 10 եպիսկոպոսների մի մասը։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որի հեռացման պահանջը արցախցիներն էին հայտնում, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Կրկնում եմ։ Հավաքվել էին հազարավոր հավատավոր քաղաքացիներ եւ Նիկոլ Փաշինյանի փոքրաթիվ, բայց ագրեսիվ աջակիցներ։ Ինչու են ագրեսիվ։ Ըստ իս, որովհետեւ ունեին իրենց օգտին աշխատող ոստիկաններ ու հանգիստ կարող էին սադրել ինչը որ անում էին։ Հերո եմ այն մտքից, թե Մայրաթոռի բակում հավաքված հավատացյալ ժողովուրդը պաշտպանում էր միայն եկեղեցին, միայն Փաշինյանից։ Չէ, ժողովուրդ ջան։ Իմ կարծիքով Փաշինյանը չէ հարձակվողների առաջին տեղում, նա կարծում եմ կատարում է թելադրանք։ Վերջին տարիներին կատարվում են մեր երկրում բաներ, որոնք բաց տեքստով ցույց են տալիս, որ Հայաստանի այս կառավարությունը ղեկավարվում է դրսից, ու դա մեկ կետից չէ։ Ադրբեջանի պահանջներն էլ է կատարում, Թուրքիայի պահանջներն էլ է կատարում, Արևմուտքի պահանջներն էլ է կատարում եւ ընդհանրապես բոլոր պահանջները կատարում է։ Այսօր կառավարության նիստում Նիկոլը երբ ասում էր բոլորը քեզ օգտագործում են իրենց համար, դա լրիվ ճշմարտություն է ու դա օգտագործվողի հառաչանքն է, ճիչն է։ Ցավալիորեն Նիկոլն իր հերթին օգտագործում է ում կարողանում է իրեն եկած պահանջները կատարելու համար։ Եվ ուրեմն այսօր եկեղեցու կողքին կանգնողները պայքարում էին նաև Հայաստանի նկատմամբ դրսի ծրագրերի դեմ։ Չափազանց վտանգավոր է այն մարդը, որը գերի է իր դեմ կոմպրոմատների ձեռքին։ Նա ամեն ինչի պատրաստ է, ու մենք դա մեր մաշկի վրա զգացել ենք կորցնելով մեր երկրորդ հայկական պետությունները։ Երկրորդ պետությունը։ Այսօր եկեղեցու վրա գրոհին միացել են եպիսկոպոսներ, որոնց մասին մամուլում բազմիցս ոչ գեղեցիկ փաստեր է հրապարակվել, եւ որոնց վերաբերյալ համաձայն տարբեր լուրերի կոմպրոմատներ ունի Փաշինյանը։ Ու այդ կոմպրոմատներով կառավարում է նրանց, հանում եկեղեցու ու ժողովրդի դեմ։ Այդ եպիսկոպոսները ըստ երևույթին ուզում են փրկել ոչ թե իրենց հոգին, այլ մեկը ունեցվածքը, մեկը իր երեխայի փաստը կոծկել, մեկը Արցախ ուրանալու պատժից ազատվել, այն մեկ էլ է շքեղ ապրելակերպի բացահայտումներից ազատվել։ Հələ մի պահ պատկերացրեք, Գարեգին II հեռացել է, այդ 10-ից մեկին նշանակել են կաթողիկոս։ Մնացած 9-ին էլ բարձր եկեղեցական պաշտոններ են տվել։ Նիկոլը, որ այդ մարդկանց դեմ կոմպրոմատներով մատերի վրա խաղացնում է, նույն կոմպրոմատներով կառավարելու է եկեղեցին։ Այսօր, բացի Մայրաթոռի վրա գրոհից, իրար հետևից 3 լուր հրապարակվեց, որոնք
կապված են այդ բոլորը իրար հետ եւ շատ տխուր տեսարան են ստեղծում։ 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում, պահանջում հայտնաբերել, վերադարձնել իրենց հարազատին։ Նրանց մեծ մասը այն համոզմանն է, որ իրենց զավակը գերի ադրբեջանական բանտում։ Հայաստանի իշխանությունը մատը մատին չի տալիս վերադարձնելու համար։ Մյուս լուրը այն էր, որ Բաքվում դատավարության ժամանակ ադրբեջանցի դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել է ՑՄԱ ազատազրկում, նույնը սպառնում է եւ բոլոր գերիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ու այս ամենի ֆոնին երրորդ լուրը ուղղակի մղձավանջ էր։ ՔՊ-ն ոգևորված հայտարարում է ժողովրդին, շնորհավորում, որ ադրբեջանական բենզին է գալիս Հայաստան։ Նոյեմբերի 28-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի փոխվարչապետը ու ոչ թե բանակցել է, որ գերիներին օր առաջ, ժամ առաջ բաց թողնեն, այլ որ պոեզով բենզին գա։ Մեր գերիներին ՑՄԱ ազատազրկում է սպառնում, Նիկոլը թուրքերի հետ առևտրի մեջ է։ Արցախից առևտուրը պրծել է, անցել է Հայաստանին։ Տարիներ շարունակ Հայաստանում կոչեր էին հնչում թուրքական ապրանքներ բոյկոտելու։ Այդ ժամանակ դեռ պատերազմ էլ չկար։ Խաղաղ ժամանակներ էին, բայց մարդկանց կոչ էին անում չգնել թուրքական հագուստ, չգնալ թուրքական հանգստավայրեր, որովհետև մեր վճարած փողով Թուրքիան զինում է իր եւ ադրբեջանական բանակը, մեր վճարած փողով իրենց դիվանագետներին վարձատրում է, որ պայքարեն մեր դեմ։ Իսկ պատերազմի ժամանակ Նիկոլի ընտանիքներ էր միացել հենց այդ թուրքական ապրանքը բոյկոտելու արշավին ու պահանջում էր մերժել ամեն թուրքականը։ Իսկ ինչ անում այդ ընտանիքի հայրը, շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին Հայաստանի վրա Վրաստանի տարածքով բենզին ծախելու համար։ Իդեպ կարող եք ասել, ինչու են Վրաստանով բերում, ոչ թե բացեն սահման ու հենց Ադրբեջանից ուղիղ մտցնեն, որովհետև կարծում եմ, այդ խաղաղության պայմանագիր ու սահմանների բացում խոսքերը զուտ հեքիաթներ են։ Նրանց խնդիրը սահման բացելը չէ, այլ Հայաստանը զավթելն է իրենց ապրանքներով, իրենց զորքով, նայած երբ որ մեթոդին կդիմեն։ Ադրբեջանը աշխարհի ամենաարագ զինվող երկրներից է, վաճառում է իր նավթ ու գազը, գնում է զենք։ Հիմա Հայաստանի իշխանությունը կազմակերպել է, որ դուք ժողովուրդ զինեք Ադրբեջանի բանակը, որը վաղ թե ուշ ուղղվելու է մեր երկրի դեմ դարձյալ։ Այո, թուրքական շորն էժան է ու վաղնել ադրբեջանական բենզինը կարող է շատ էժան լնելու, բայց հենց այնպես են նվաճում, չէ՞։ Այն ժամանակ Նիկոլիկինը Մեհրիբանին հրավիրում էր չայ խմելու, հիմա Մեհրիբանենց ընտանեկան բիզնեսն են բերում Հայաստան։ Վաճառվում է էժան բենզին, դիմացը արժանապատվություն, հերթում կանգնած կլինեն կառավարական ավտոները։ Այսինքն այդ բենզինը ով է վաճառելու, իշխանական օլիգարխը, թե Ալիևի ընտանեկան սոկարի կալոնկաներ կհայտնվեն։ Մի հատ այդ կալոնկաներից առաջարկում եմ հենց եռաբլուրի տակ դնեք։ Ադրբեջանական այդ բենզինով են լիցքավորելու իրենց ավտոները, որ գնան նաև կնունկ ծնունդների ու երրորդ բաժակով ոտքի կանգնած խմեն զոհված տղաների կենացը։ Նիկոլիկինն ասում էր, մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, այսօր կարող են ասել, զոհվել են հանուն բենզինի։ Կարճ ասած, այսօր խոսելով իր հանձնած Արցախի մասին Նիկոլն ասում է, որ հազիվ է պրծել այդ հարցից ու կարող է առևտուր անել։ Այսինքն, եթե այն ժամանակ Արցախը խոչընդոտ էր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայության համար, Հայաստանը նրանց ազդեցության ուղիղ կառավարման տակ դնելու համար, հիմա Արցախը էլ խոչընդոտ չէ, բայց խոչընդոտ է եկեղեցին։ Եվ ուրեմն ակտիվ լծվել են եկեղեցու քանդման գործին։ Եթե հաջողվի եկեղեցին քանդել, հետո մի հատ էլի կառավարությունում ճեպազրույց կտա, այսօրվա պես ու կասի, հազիվ ենք պրծել եկեղեցու խոչընդոտից։ Հետո խոչընդոտ կհայտարարվի բնականաբար հայ ժողովուրդը ու արդեն կփորձեն ազատվել այդ խոչընդոտից։